Սիրելի հայրենակիցներ, ուղիղ 5 տարի առաջ այս օրերին, այս հրապարակում մեր ժողովրդին, ձեզ բոլորին մի բան ենք ասել։ Ասել ենք, որ մեր երկրին մահ, ողբերգություն, դժբախտություն բերած իշխանությունը չպետք է վերարտադրվի։ Եթե վերարտադրվի, մեր անվտանգային սպառնալիքները ավելանալու են, ունենալու ենք նոր փորձանքներ, նոր կորուստներ, նոր նվաստացումներ։ Այսօր այդ անվտանգային խնդիրները լուծված չեն, առկա են եւ այսօր նայելով ձեզ ասում ենք. Ժորժ ջան, այսքան փորձություններից հետո Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս ոհմակը պատրաստվում է երկիրը տանելու նոր արկածախնդրության։ Անվտանգային փորձությունների, դժբախտությունների մեջով անցկացնելուց հետո այդ խնդիրները դեռ չլուծված, հիմա էլ երկիրը պատրաստվում է տանել նոր տնտեսական, սոցիալական ծանր փորձությունների։ Ամեն ինչ ակնհայտ է։ Այս իշխանության մնալու պարագայում նման վարվող արտաքին քաղաքականության պայմաններում Հայաստանը դուրս է դրվելու ԵԱՏՄ-ից։ Դրա մասին շատ հստակ երեք ԵԱՏՄ երկրները հայտարարություն արեցին։ Սա հղի է ծանր հետևանքներով եւ սրա գինը վճարելու է մեր ժողովուրդը։ Սա չափազանցություն չի, սա փաստ է, որը տեղի է ունենալու։ Պարզ մեր ժողովրդին ասում ենք, Ժորժ ջան, այս մարդը անընդհատ փորձանքներ է բերել մեր երկրի ժողովրդի գլխին, հիմա պատրաստվում է երկիրը տանելու նոր, ավելի մասշտաբային արկածախնդրության։ Երկիրը կանգնեցնելու է սոցիալ-տնտեսական ծանր աղետի առջև։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այս մարդուն չպետք է թույլ տանք շարունակ երկիրը տանելու նոր փորձությունների։ Երկրի արտաքին քաղաքական այս կուրսի շարունակության դեպքում ունենալու ենք ծանր խնդիրներ եւ դրա համար վճարելու է մեր ժողովուրդը, վճարելու եք դուք եք այդ զրկանքները կրելու, այլ ոչ թե այս խմբակը։ Սրա արդյունքում 2-ից 3 անգամ ավելի բարձր գազի գին եք վճարելու։ Գյուղատնտեսական ապրանքները այլևս չեն կարողանալու իրացնել։ Փակվելու են այդ շուկաները մեր առջև։ Հանուն ինչի, հանուն սրա վարած անկայուն խեղկատակ քաղաքականության։ Ժորժ ջան, ինքը իրականում երկիրը կանգնացրել է իր վարած արտաքին քաղաքականության արդյունքում հետևյալ խնդրի առջև։ Գնացել է Մոսկվա մի բան ասե, Բրյուսելում մեկ այլ բան, Վաշինգտոնում մի ուրիշ բան, Անկարայի եւ Բաքվի հետ լրիվ ուրիշ բան է բանակցը։ Արդյունքում եկել է պահը, որ յուրաքանչյուրը պահանջում է իրեն տրված խոստումի կատարումը։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է աշխարհաքաղաքական ճողվածք եւ երկիրը կանգնացրել ծանր մարտահրավերի առջև։ Այս խնդիրը կարա լուծվի, եթե հունիսի 7-ին դուք սրան մերժեք եւ միասին կարողանանք վռնդել։ Ժորժ ջան, կարճ ուզում եմ անդրադառնալ եւս մի կարևոր խնդրի, որը մենք համարում ենք նաեւ սպառնալիք մեր հանրությանը, հանրային կյանքին։ Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր ոլորտներում ձախողել է, իր կառավարման տարիներ, իր հետագիծը ձախողման, տապալման տարիներ են, բայց կան ոլորտներ, որտեղ ինքը երկնիշ աճ արձանագրել։ Դա թմրամոլությունն է եւ խաղամոլությունը ու հանցագործությունների աճը։ Ժորժ, սրա կառավարման տարիներին խաղամոլությունը մեր երկրում 20 անգամ աճել է։ Այս տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կազինոներում խաղադրույքների աճը հասել է 20 միլիարդ դոլարի։ Նիկոլ Փաշինյանը կազինոն մտցրել է յուրաքանչյուր հայի օջախ եւ անվերադարձ քանդում են հայկական ընտանիքները։ Դա սպառնալիք է հայ հասարակությանը։
խաղամոլությունը 15%-ով պաշտոնական տվյալներով աճել է իրականում շատ ավելի մեծ։ Եվ պետական հովանավորությամբ թմրամոլությունը տարածվում է մեր երկրում։ Հանցագործությունները 66%-ով սպանությունները ավելացել են սրա իշխանության տարիներին։ Սա եւս սպառնալիք է։ Տեսեք, անվտանգային սպառնալիք, տնտեսական սպառնալիք, հասարակական կյանքի մյուս ոլորտներում սպառնալիք։ Հիմա դուք աշտարակցին, հանուն ինչի է սպառնալիքին պետքա նորից քվետա, նորից երկիրը կանգնեցնի աղետի առջև։ Պատրաստ ենք մենք գնանք այս փորձություններին կրկին։ Ուրեմն ժողովուրդ ջան, միասնաբար թեփթիկունք տանք, կանգնենք եւ վռնդենք այս չարիքի իշխանություններին։ Պատրաստ եք։ Ուրեմն հունիսի 7-ին համար միասին վստահ եք կարող ենք ու անելու ենք։